Գտնվում ենք Ագարակում, Քարոզարշավի շրջանակներում, շփվում ենք մեր սիրելի հայրենակիցների հետ եւ ստանում ենք անսահման դրական լիցքեր եւ մեր քաղաքացիների ուղերձը, որ հունիսի 7-ին իրեն գնալու են եւ իրենց քվեարկությամբ կնիքելու են խաղաղությունը, իրենց քվեարկությամբ տեր են կանգնելու խաղաղությանը եւ տեր են կանգնելու ժողովրդի իշխանությանը, որն այսօր անշրջելի է եւ բոլոր այն ուժերը, որոնք որ փորձում են հետ պտտել ժողովրդավարության անիվը եւ գրպանել ժողովրդավարությունը ու ժողովրդի իշխանությունը, ժողովրդի կողմից ստանալու են շռնդալից ապտակ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ։ Կեղտոտ եւ օլիգարխների ձեռքերից զնվող լրատվամիջոցների հարցը լուծելու ճանապարհը ոնց որ թե գտել ենք եւ նաեւ անկախ եւ ազնիվ լրատվամիջոցների համար անկախ ֆինանսավորում գտնելու ձևն են գտել, ավելի շուտ գտել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պարոն Հովհաննիսյան, ներկայացրեք ձեր գաղափարը։ Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, ուրախ եմ, որ մենք վերջապես կարողացանք այս գաղափարը կյանքի կոչել եւ հնարավորություն ենք տալու բոլոր հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին, որպեսզի իրենց ընտրությամբ, իրենց աջակցությունը վայելող անկախ լրատվամիջոցի, իրենց վճարած հարկերից հատկացումներ կատարեն եւ սրանով կապահովենք, որպեսզի Հայաստանում լինի իրոք անկախ եւ անաչառ լրատվական միջավայր եւ սա կվերաբերվի ոչ միայն լրատվականներին, այլ նաեւ քաղաքացիական մյուս կազմակերպություններին, ովքեր կզբաղվեն այս կամ այն ոլորտի շահերի պաշտպանությամբ։ Ավելի մանրամասն իհարկե հետագայում կներկայացնենք, կքննարկենք, հիմա նախագիծը ուղարկել ենք շրջանառության եւ շուտով այն կհաստատվի կառավարության նիստում եւ կուղարկվի ազգային ժողով։ Այսինքն հասկացաք, չէ՞ ժողովուրդ ջան, խնդիրը որն է, որ լրատվամիջոցները դառնում են օլիգարխների ստրուկ, որովհետեւ անկախ ֆինանսավորման աղբյուր չեն ունենում եւ գովազդի փողն չի հերիքում հաճախ։ Հիմա մենք ստեղծենք պայմաններ, երբ որ հենց դուք արդեն կթելադրեք լրատվական քաղաքականություն, որովհետեւ դուք կորոշեք ձեր հարկերից որ մասը ում ուղեք, որ լրատվամիջոցին կամ հասարակական կազմակերպությանը։ Ինչ կասեք, պարոն Սիմոնյան։ Եվ ստիպված չեկլնի SMS-ով հոդվածներ գրեք։ Այդ ժողովրդին չէին դիմում, ժողովրդին են դիմում ոչ թե լրատվամիջոցներին, ոչ մեկ թող SMS-ով հոդված։ Իսկ դուք կեղտոտ լրատվամիջոցներ ստիպված չեք լինի SMS-ով հոդված գրեք։ Քոչարյան Ռոբերտը կամ բացարձակ ստախոս է, կամ տարական գիտելիքներ չունի Հայաստանի տնտեսությունից ու նրա վերջին տարիների զարգացումներից։ Դիտենք տեսանյութը։ Հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել, մեկ նոր ներդրում արդյունաբերության ոլորտում։ Իսկ իրական հայտարարությունն այն է, որ ժեկի թղթով նախագահ դարձած մեկը, ով պարբերաբար իր լեզվով ասած ինչ-որ բաներ է կռում, կամ պարզապես ստում է, կամ չգիտի, որ միայն անցած տարվա ընթացքում Հայաստանում գործել է 159 մշակող արդյունաբերության ձեռնարկություն, գործարան, որոնք ունեցել են 500 միլիոն դրամ եւ ավել շրջանառություն եւ ստեղծվել են ուշադրություն 2018 թվականից հետո։ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իշխանությունը պատկանում է մի մարդու, ընդամենը մի մարդու, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ
Որ քաղաքական ուժին եք ձեր ձայնը տալու, ում եք տեսնում որպես վարչապետ Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանին միանշանակ, Ինչու՞։ որտեղ ընդ Իրանից հետո գալացողները ընդհանրապես ոչնչություն են։ Այդքան